Պարոն Քոչարյան, եթե այսօր ստանձնեք Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը, որ երեկողություններով կսկսեք փոփոխություններ կատարել։ Առաջերտին անվտանգություն։ Նայեք, անվտանգություն այն հարցն է, որի չլուծման դեպքում բոլոր ուրիշ հարցերը վտանգված են։ Ինչ էլ անես, վտանգված է։ Ստեղ խոսքը պետք է գնա եւ բանակի մասին, որպես անվտանգության կարևորագույն կոմպոնենտ, եւ աշխարհակահաղական կենտրոնների հետ համապատասխան դիվանագիտություն։ Երկրորդ հարցը այն տնտեսական խնդիրներն է, որոնք այսօր կուտակվել են։ Անհամաչափ զարգացում գյուղ-քաղաք, անհամաչափ զարգացում մայրաքաղաք տարածքներ, սա ինչ որ չափով սկսում է խփել անվտանգությանը։ 1 դպրոցակառուցում 5 դպրոց փակելու համար սահմանամերձ գոտիները, սա դպրոցաշինություն չի, սա սահմանամերձ գյուղերի փակման քաղաքականություն է։ Երրորդը դա այդ մթնոլորտի վերացումն է, որը այսօր Հայաստանում ստեղծվել է, ատելության մթնոլորտ։ Այսպես բան կա, ասում է ռալևայա մոդել։ Սովորաբար, ասես մի բավական մեծ զանգված փորձում է կրկնօրինակել ջահելների լեզվով ասած տրենդ է դառնում առաջնորդի կեցվածքը, նույնիսկ առաջնորդի խոբիները։ Առաջնորդը սկսում է դահու քշել, նայում ես երիտասարդների մի զգալի մաս սկսում են դահու քշել։ Առաջնորդը ինձ հասկացաք, չէ՞, սա կա եւ ոչ միայն մեր մոտ է, սա բոլոր երկրներում սա կա։ Եթե առաջնորդը սկսում է կապիկություններ անել, ուրեմն սա ինչ որ մի բան է, մի արտարոց մի բան է ձևավորում, կամ եթե առաջնորդը սկսում է հայհոյանքով խոսել, առաջնորդը սկսում է ատելություն քարոզել, հասարակությունը բաժանել, Արարատ, Արագած իրար հետ կռվածնել, սա պետք է փոխվի ֆունդամենտալ ձևով։